Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեծարգո վարչապետ, օգոստոսի 23-ի ձեր Facebook-յան գրառման մեջ դուք նշել եք, որ մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, որի արտահայտությունն իրական Հայաստանի գաղափարախոսությունն է եւ որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական եւ հետաքրքիր գործընկեր։ Ասեմ նաև, որ անցած տարիներին բազմիցս խոսել ենք իրականության եւ իրական Հայաստանի հետ առերեսման մեր պատմական, մշակութային եւ սոցիալ-հոգեբանական դժվարություններից։ Խնդրում եմ սեպտեմբերի 21-ին ընթառաջ նշել ինչ հաջողություններ են գրանցել այս համատեքստում եւ ինչ անելիքներ դեռ ունենք հետագայում։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալություն պարոն Ռուբինյան։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հարցի համար, նախկինում առիթ ունեցել եմ ասելու եւ հրապարակային եւ դառնությամբ, որ կարծում եմ, որ աշխարհը, որտեղ մենք արդեն մի քանի հազար տարի գոյություն ունենք, շարունակում է մեզ համար լինել անծանոթ վայր, եւ ես կարծում եմ, որ վերջին տարիների ամենակարևոր արձանագրումն այն է, որ աշխարհը գնալով մեզ համար ավելի ու ավելի ծանոթ, ավելի տեսանելի, ավելի ու ավելի կանխատեսելի վայր է դառնում եւ դա կապված է հետեւյալի հետ, դա կապված է նաեւ մեր մտածողության բանաձևերի զարգացման հետ, որովհետեւ կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է վստահ լինենք, որ մեր մտածողությունը ունի այնքան հարթություններ, ինչքան հարթություններ ունի աշխարհը։ Եվ ես կարծում եմ, որ վերջին շրջանի մի շարք իրադարձություններ եւ արձագանքներ շատ տեսանելի են ցույց տալիս իմ ասած տեսության պրակտիկ իրականացումը, որովհետեւ երբեմն որոշակի դիսոնանս կա քաղաքական եւ շատ նույնիսկ վերլուծաբաններ չեն կարողանում արձանագրել կամ չեն կարողանում բացատրել կամ չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերություն ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ ռազմավարական գործընկերություն ունենալ Չինաստանի հետ եւ պատրաստվել ռազմավարական գործընկերություն ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես չեմ մեղադրում գործընկերներին այն մարդկանց, ովքեր չեն մարսում այս իրողությունը։ Հենց սա կապված է մտածողության բանաձևի եւ հարթությունների հետ, որովհետեւ եթե մեր բանաձևը կամ մեր տեսադաշտը այնպիսին է եւ մեր գիտելիքը աշխարհի մասին այնպիսին է, որ դա անհնար է, որ այդպես չի լինում կամ այդպես չի կարող լինել, մեր գործողությունների, այդ թվում մեր բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության նպատակներից մեկն այն է, որ մենք մեզ համար բացենք տեսադաշտ, մենք մեզ համար բացենք հորիզոն։ Եւ այդ հորիզոնը բացելու համար մենք պետք է իսկապես կարողանանք աշխարհը եւ ինքներս մեզ այդ աշխարհում կարողանանք ավելի լավ, ավելի ամբողջական, ավելի խորությամբ ընկալենք եւ նաեւ սա է պատճառը, որ ես առիթ ունեցել եմ, կարծեմ այդ թվում այս ամբիոնից ասելու, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կարեւոր է, որ ինքը ամբողջության մեջ է իրական աշխարհի հետ, որովհետեւ դա էլ է կարեւոր, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կտրված չլինի իրական աշխարհից, հակառակ դեպքում ելի կստացվի, որ մենք փորձ ենք անում մի կղզի ստեղծել մտածողության, որը հաղորդակցություն չունի աշխարհի մնացած հատվածի եւ կանոնների հետ։ Շնորհակալություն, արձագանք։ Շնորհակալություն, եթե ես ճիշտ եմ հասկանում, մեծարգո վարչապետ, ստացվում է, որ իրականության առերեսումը թե իր բացասական ընկալումների մասով, այսինքն երբ դու իրականությանը որևէ բացասական բանի համար դժվար է առերեսումը, նույնքան բարդ է դրականի հետ առերեսվելը, եթե օրինակ, ինչպես դուք եք ասում, դժվար են հասկանում, ինչպես կարելի է ռազմավարական գործընկերություն ունենալ, օրինակ թե այս պետության հետ, թե այն պետության հետ, եւ հետեւաբար նաեւ այս համատեքստում այդ մտածողության ինչ բանաձևում պետք է տանք, որպեսզի այն գործընթացը, որի հիմա սկսել ենք այն խաղաղության կամ հաստատել ենք ինչ-որ չափով, ինքը կենսունակություն ստանա եւ
մեր մտածողության բանաձևում ինչպիսին պիտի լինի, որպեսզի նա կյանք ստանա, այսինքն այդ խաղաղությունը նաև ոչ միայն մտքերում, այլ նաև կյանքում կենսունակություն ձեռք բերի։ Նախ գիտեք առերեսվել բառի հետ կապված ես վերջին շրջանում հաճախ եմ օգտագործում մեջբերում նոր կտակարանի արտահայտությունը, որ ասում է պիտի նայես եւ պիտի չտեսնես, պիտի լսես եւ պիտի չիմանաս։ Եվ ես սա հենց առերեսվելը ամբողջը չի, որովհետև կարելի է առերեսվել, այսինքն նայել ու տենց էլ չտեսնել, լսել ու տենց էլ չիմանալ, ինչը մեր իրականության մեջ ես կասկած ունեմ, որ շատ խորքային խնդրեմ է, որովհետև ես նաև ինձ ժամանակ առ ժամանակ հարց եմ տալիս, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցը սկսել առաջին թարգմանությունը սկսել Աստվածաշնչի առակների գրքից, ընդ որում մենք գիտենք առաջին նախադասությունը, բայց վստահ չեմ, որ շարունակությունը այդքան առնվազն լավ գիտենք, բայց ըստ էության այդ կտորը, այդ մեկնարկը նույնպես դրա մասին է եւ հաղորդակցվում է իմ ասած մեջբերման հետ, որովհետև այնտեղ դարձվածքները հասկանալու, նախադասությունները հասկանալու, ուղերձները հասկանալու մասին է, ինչը մեծ հաշվով նույնպես նայել, տեսնելու եւ լսել եւ իմանալու մասին է։ Եվ հետեւաբար նախ մեր մտքում դա պետք է լինի, որովհետև որպեսզի արտահայտվի իրականության մեջ, որովհետև ցանկացած իրականություն ինչ որ մեկի կամ շատերի մտածածն է, եւ մենք հիմա կարծում եմ, որ մենք մի համակարգ ունենք, որը ձեր ասած խնդիրները լուծելու է։ Առաջին հերթին մտածողության համակարգ եւ գաղափարախոսություն, ինչը արտահայտված է իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։